Ողջույն, դուք դիտում եք Infotime հաղորդաշարը, այսօր իմ հյուրն է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արդիկ Հասախյանը, որի հետ կզրուցենք մի շարք թեմաների շուրջ։ Պարոն Հասախյան, շնորհակալ եմ հրավերություն համար։ Պարոն Հասախյան, հոկտեմբեր ամսին գիտեմ, որ քննարկում է անցկացվել Գլենդելում, Գլենդելի քոլեջում, որը նվիրված է եղել եւ եղել է ընտրությունների վերաբերյալ, մի շարք հյուրեր են մասնակցել։ Կխնդրեմ մի փոքր այդ թեմայով խոսենք, որքանով է կարևորում, որպեսզի ուսանողները, երիտասարդությունը եւս տեղեկացված լինեն եւ հասկանան ընտրությունների կարևորությունը երկրի համար։ Այս ինչպես նշեցիք, նպատակը այս հանդիպման այս ժողովին կամ ձեռնարկին այն էր, որ երիտասարդ աշակերտները համալսարանի հասկանան կարևորությունը քվեարկելու գլխավոր կազմակերպիչներից մեկը ինձ շատ ծանոթ, ես սիրում եմ իբրև աշակերտ եւ համայնքի անդամ Ջեմալ Պողոսյանն էր, որ խնդրեց մասնակցեմ։ Ես իմիջիայլոց իր դասախոսն եմ եղել քաղաքական գիտության այստեղ հենց Glendale College-ում եւ այդ պատճառով ընդունեցի հրավերը եւ իմիջիայլոց ասեմ, որ շատ բավականին ուրախ անակնկալ է տեսնել, թե որքան երիտասարդներ եկել էին եւ լիքներ սրահը եւ լավ հարցեր էին տալիս եւ հույս ինձ տվեց ապագա սերունդների համար, Ամերիկայի ապագայի համար, որովհետեւ կարծեմ այս օրերին երբ նայում ենք թե որքան կիսված է Ամերիկան եւ անշուշտ ամբողջ աշխարհում տեսնում ենք քաղաքականությունը որ ուղղությունով է գնում, ես կարծում եմ մեր միակ հույսը եւ փրկությունը պիտի լինի հաջորդ սերունդը, եթե մենք կարող ենք իրենց լավ օրինակներ տանք, մենք ինքներս լավ օրինակներ լինենք իրենց համար, դե ապական կարող է փայլուն լինի ավելի քան այսօրվա ներկան։ Այո, ես ինքս ներկա էի քննարկմանը եւ լուսաբանել եմ, պիտի ասեմ, որ իսկապես շատ հետաքրքիր էր քննարկումը եւ Ջեմա Պողոսյանի նախաձեռնությունը ողջունելի է, նաեւ Մայք Գարցիան էր մասնակցում եւ կարծում եմ բավական իսկապես հետաքրքիր անցավ եւ օգտակար էր նաեւ։ Հիմա դառնանք Գլենդելին վերաբերող հարցերին, դուք ինքներդ այն անձանցից մեկն եք, ով քաջատեղյակ է Գլենդելում կատարվող թե ամեն ինչին, տեղյակ եք եւ խնդիրներին եւ դրական կողմերին, խոսելով հայ բնակիչների մասին, եթե չեմ սխալվում, դուք նաեւ քննարկմանը ձեր խոսքում նշել եք, որ Գլենդելի բնակչության մոտավորապես 40%-ը հայեր են, հայ բնակչություն է։ Հիմա ինչ իրավիճակ է տիրում, նաև գիտեմ, որ բազմաթիվ խնդիրների են բախվում, հատկապես այն անձինք, ովքեր նոր են տեղափոխվում բնակվելու մշտական Միացյալ Նահանգներում, կոնկրետ Գլենդելի մասով, բնակարանների առումով օրինակ կան ինչ-որ խնդիրներ, շատերը դժգոհում են նաև վարձավճարների չափից, ինչ կարող եք ասել։ Դժբախտաբար ինչ խնդիրներ մենք ունենք ավելի են բարդանալու եւ ավելի արդեն բարդացել են նախագահական ընտրությունների հետևանքը հիմա անկախ եթե մեկը կողմ է նախագահ Թրամփին կամ դեմ իրականությունը այն է որ ընդրվելուց հետո ինքը հետապնդել է կամ հետևել է քայլեր կամ սկսել է անել այնպիսի քայլեր որ փորձում են գտնել որտեղից կարող են կրճատեն իրենց կարծիքով հանրապետական կուսակցության կարծիքով այդ վատնված գումարները որ նպատակ չեն ծառայում իրենց քաղաքական ասենք թե գաղափարախոսության եւ այլն եւ ընդհանրապես այն սոցիալական պրոգրամները կամ ձեռնարկները որից մենք օգտվում այն համայնքը օգտվում է լինի բնակարանների համար section 8 voucher-ը որ ֆեդերալ դաշնակցային կառավարությունը հատուցում է տեղական կառույցներին, քաղաքներին, ինչպես Գլենդելին, մենք մտահոգ ենք, պատրաստվում ենք, որ գուցե կրճատումներ լինեն, գիտենք, որ վստահ ավելացում չի լինելու, բայց մենք մտահոգ ենք, որ այն ինչ որ մենք հիմա անում ենք, ավելի քիչ պիտի կարողանանք անել։ Վարձերի տեսակետից վարձերը կարծեմ, թե արդեն շարունակվելու են բարձրանալու Եվ նույնիսկ երբ վարձերը պակասում են կամ իջնում են, երբեք չեն իջնում այնքան, որքան էին անցյալում։ Կարող եմ շատ օրինակներ տամ, օրինակ նախագահի ընտրությունից առաջ Ամերիկայում, չգիտեմ, եթե սա հետաքրքրի կամ գուցե հետաքրքրի մեր հայրենակիցներին, որ հետևում են, ձու, հավկիթների գինը խանութում։ Երեք անգամը դարձավ, թե այն ինչ որ էր, եւ նույնիսկ այն պահը հասավ, որ Թուրքիայից սկսեցին հավկիթներ բերել Ամերիկա, ծախելու մեր խանութներում, այսինքն այնպիսի բաներ, որ երբեք մենք չենք երևակայի, անշուշտ դա ըստ մարդկանց կամ մասնագետներին, որտեղ մի հիվանդություն եղավ հավերի
մեջ, որ այդ տնտեսական կամ այդ յուղատնտեսական բանը ազդեց հավգիտնեի, բայց այսօր այդ արժեքները նույնիսկ իջան, չէին իջած այնքան, որքան մարդիկ սպասում էին։ Մի բան, որ մշտական է, դա գիների բարձրացումն է, այսօր մեքենաների գինը, բենզինի գինը, էլեկտրական ծառայությունների գինը պիտի բարձրանա։ Դժբախտաբար եւ իսկական խնդիրը հետեւյալն է, մարդկանց եկամուտը կամ ինչ որ աշխատում են, որ կարողանան իրենք ընտանիք պահեն, դա չի բարձրանում։ Եվ չի բարձրանում, որտեղ մի շարք կարծեմ մարդիկ կան, որ կամ ուժեր, որ օգտվում են դրանից, չեն ուզում, որ ամենամեծահարուստ մարդկանց վրա հարկերը ավելանան, եւ ֆեդերալ կառավարության մեջ ծառայող կոնգրեսականները այդ ուժերին ենթակա են, ինչպես տեսել ենք, ինչպես նախագահ Թրամփը բաց դռներով հրավիրեց Իլոն Մասկին, մոլորակի ամենահարուստ մարդուն, որ մտնի սպիտակ տան մեջ եւ սկսի թելադրի, թե ինչը պիտի կտրվի աչքզախ, կարծես թե իր անձնական բիզնեսն է։ Հիմա դա ասել չի, որ ինքը կարող է լավ գաղափար չունենա, ինքը կարող է շատ իմացող, հաջող գիտնական կամ հնարավոր է տարբեր տեխնոլոգիաների, բայց պետք է ավելի մարդամոտ, ավելի զգուշ, չգիտեմ եթե հիշում եք, ինքը ներկայացավ մի հատ ժողովի, մի հատ մեծ էլեկտրական սղոցով, թե իրենք պիտի սկսեն կտրեն այս վատնված պրոգրամները։ Ես կասեի, որ երբ սկսում ենք կտրել բաներ կառավարական որևէ տեսակ ծառայության ճյուղից, պիտի ավելի մոտենաս վիրաբուժի ձեռքով, քան այդպիսի մեծ կացինով կամ էլեկտրական սղոցով, որովհետև ինչ որ կտրես մի տեղից կարող է ազդի մի ուրիշին եւ հիմա ինչպես նշեցիք, այո, շատ բաներ պիտի արդեն թանգեն եւ պիտի ավելի դժբախտաբար թանկանան, որովհետև այսօրվա Ամերիկայի տնտեսական կեցվածքը դիրքորոշումը ուրիշ երկրների հետ կարծեմ վնաս է ներկայացնելու բոլորին, քաղաքներին, անհատներին եւ այլն։ Պարոն Ղազախյան, տեղյակ եք հոսքը ինչպիսին է այլ քաղաքներից դեպի Գլենդել տեղափոխվելու եւ նաեւ միգրանտների մասով եւ ձեր տեսակետը կխնդրեի ներկայացնեք, որոշ մարդիկ դեմ են, որպեսզի արտագաղթ տեղի ունենա, մարդիկ Հայաստանից մասնավորապես գան եւ հայությունը բնակություն հաստատի Միացյալ Նահանգներին, շատերը քարկոծում են նման անձանց, մեկ այլ խումբ էլ մտածում է, որ նորմալ է, մարդիկ պետք է իրենք ընտրեն, որտեղ պետք է բնակվեն եւ գուցե ցանկանում են ինչ որ հաջողությունների հասնել կամ գուցե ունեն որոշակի խնդիրներ, որ պետք է լուծեն, ձեր տեսակետն ինչպիսին է։ Երկու մտքի եմ ես, երկու տարբեր մտքի։ Մեկը, որ դժվար է մեկին գնա թատել, եթե մենք չենք ապրել այդ անձի կյանքը։ Ես չի ուզենա որևէ հայ, նույնիսկ իմ նախկինները, իմ նախահայրերը, որ լքեն իրենց պապենական հողերը։ Երանի չաքսորվեն կամ յաթաղանի տակ դուրս չմղվեն իրենց հողերից, բայց այսօր երբ նայում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, Արցախում ինչ տեղի ունեցավ, այսինքն նորից ասեմ, ես չգիտեմ ինչ կարող է ասել մեկին, մանավանդ մենք այստեղ Ամերիկայում, ինչքան էլ ասենք, թե դժվարություններ, մտահոգություններ ունենանք, մենք գուցե ունենք մի քիչ ավելի, քան այն անձը, որ այսօր ամեն ինչ կորսնցրեց Արցախի դատարկման պատճառով եւ ճնշված պայմաններում է գտնվում Հայաստանում։ Այն անձը, եթե ուզում է իր ապագան ապահովի իր զավակների համար, որևէ մեկը որ գալիս է Ամերիկա, ես հավատում եմ, որ գոնե մեծամասնությունը այդ եկողներին գալիս են, որովհետև ուզում են ավելի լավ ապագա ունենան իրենց զավակները, քան իրենք ունեն։ Դա բնականապես բոլոր իմիգրանտների պատմության, ասենք թե արմատներ եւ հիմքներ։ Նույն ժամանակ ես նայում եմ, թե արտաքաղթման հոսանքը ինչպես է Հայաստանում եւ մտահոգ եմ Հայաստանի ապագան ինչ է լինելու, եթե օրինակ ծննդյան, այսինքն ծնվող երեխաների քանակը չշատանա, դա պարզապես իմ կարծիքը չի, դա բան է, տվյալներ եւ մաթեմատիկա է, չէ՞, վիճակագրություն է դա։ Եթե չշատանա բնակչությունը, ով է մնալու հայրենիքի մեջ։ Գուցե դա հույսով կփոխվի, չգիտեմ ինչ կփոխի, բայց Գլենդելին ինչա վերաբերվում եւ Կալիֆոռնիային եղել, հա,
մի 500,000 մարդ Կալիֆոռնիայից տեղափոխվել է ուրիշ նահանգներ, բայց մի հետաքրքիր հոդված էլ ես կարդացի, որ կարող է պատճառներից մեկը լինի, որ մի մասը որ գնում է, որտեղ կյանքը թանկանում է Կալիֆոռնիայում, դա գաղտնիք չի, Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկո ամբողջ աշխարհի ամենաթանկ քաղաքներից են, Տոկիոյի հետ, Նյու Յորքի հետ, բայց նաև մենք նույն ժամանակ ոչ նույն չափ, բայց ունեցել ենք մարդիկ, որ գաղթել են Կալիֆոռնիա, պարզապես այն տնտեսական ճյուղերի մեջ, որտեղ եկամուտը տարեկանը ավելի է, քան նրանք որ թողնում են։ Ուրեմն հասարակ չասեմ դա եւս սխալ բան է, բայց միջին կարգը middle class-ը գնում է ուրիշ նահանգներ, Արիզոնա, Նևադա, միջին խավը, որտեղ կարող են ավելի լավ կյանքի որակ ունենան ի համեմատ իրենց շահած աշխատած փողերին, իսկ եկողները նրանք են, որ ավելի տեխնոլոգիա, ավելի finance, այդ ճյուղերով եւ ինչու՞ չէ, որտեղ երբ նայում ենք Կալիֆոռնիան ինչ տեսակ նահանգ է, եղանակով, իր ամեն ինչի հնարավորություններով դրախտ մի տեղ է, չէ, համեմատած, այսինքն թե գնաս ապրես մի նահանգում, որտեղ տարվա 6 ամիսը ձյունի տակ ես կամ շատ եղանակը բան չի։ Ուրեմն Կալիֆոռնիան ինչքան էլ արտաքաղթում ունեցել է, ըստ շատ մասնագետների, այսօր հասել է իբրև լինելով 4 ամենամեծ տնտեսական ուժը ամբողջ աշխարհով մեկ։ Եվ հետաքրքիր է համապատասխանել այդ երկու կարծիքները, մարդիկ որ ուզում են քարկոծեն եւ գնահատեն Կալիֆոռնիային, բայց չեն ուզում ընդունել, որ այո, ոչ միայն ամենահզոր տնտեսական ուժն է 4-ը ամենաամբողջ աշխարհում, բայց փաստորեն շատ պատճառներով Կալիֆոռնիան շալկում է մյուս ամբողջ նահանգներին իրենց ուսերի վրա, իրենց հարկերով, երբ մյուս, ասենք թե ավելի աչակողմյա քվեարկող նահանգները սկսում են գնահատել Կալիֆոռնիայի քաղաքականությունը, պիտի առաջ նայեն Հայլիում եւ հիշեն, որ մի մասը այդ հարկերին, որ գնում է Կալիֆոռնիայից Վաշինգտոն, հետո հասնում է իրենց, ի շնորհիվ է այս նահանգի քրտինքի աշխատանքից, որ իրենք շատ շուտ են եւ արագ են քննադատում։ Պարոն Քասախյան, անդրադառնալով Հայաստանի խնդիրներին, տեղյակ եք վստահաբար, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր Միացյալ Նահանգներ եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում տեղի ունեցավ, ինչպես նաեւ Ադրբեջանի ղեկավարը եւ խաղաղության այդ համաձայնագրի նախաստորագրում կարծես թե տեղի ունեցավ եւ հիմա կարելի ասել ամենօրյա ռեժիմով Հայաստանի կառավարությունը ներկայացուցիչները այդ մասին են խոսում տարբեր հարցազրույցներում, իրենց հրապարակային ելույթներում։ Դուք ինքներդ իսկապես հավատում եք, տեսնում եք, որ այդ խաղաղությունը գալիս է կամ ըստ իշխանության արդեն իսկ եկել է խաղաղությունը Հայաստան, դուք հավատում եք, որ իսկապես այս պահին ստեղծված են այդ պայմանները, որպեսզի խաղաղության հասնեն երկու երկրները Հայաստանը եւ Ադրբեջանը։ Հստակ ես դեռ չգիտեմ հստակ ինչ է համաձայնվել Հայաստանի կառավարությունը հարևան երկրների հետ կամ Սպիտակ տան մեջ, հույսով կիմանանք, որտեղ կարծում եմ դա ամենանվազագույն բանն է, որ մենք արժանանում ենք հասկանալու եւ ստանալու Հայաստանի կառավարությունից, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բայց ամբողջ երկրագնդի հայություն սպիրկը, որ այսօր նայում է Հայաստանին իբրև մի մասնորդ, որ մնացել է մեր ամբողջ հայությունից։ Հիմա թե իսկական է կամ չէ, ես ընդհանրապես ամեն ինչի մասին մի քիչ կասկածող մոտեցում ունեմ, եւ դա իմ տարիքի հետ է կապված, ապրելով եւ տեսնելով տարբեր քաղաքական դեպքեր, տարբեր խոսքեր լսելով եւ տեսնելով թե ինչը իրականանում է, ինչը չէ, միայն կարող եմ ասել, որ ինչ որ համաձայնություն այսօր ստորագրվել է, չեմ կարծում պաշտոնապես կարող է որևէ մեկը մնայուն, այսինքն ինչն է դա իրականացնելու։ Ես ինքս պատմություն որ սովորել եմ, գիտեմ, որ մենք մարդիկ կան, որ նույնիսկ մինչև այսօր քարոզում են Ուիլսոնյան Հայաստանի սահմանների մասին։ Դա ինչպես է իրականանալու։ Ինչպես է սա իրականանալու։ Եթե մենք նայում ենք բնության մեջ, ինչպես է ավելի փոքր կամ թույլ կենդանին կարողանում ողջ մնալ եւ ապրել, դա պիտի սովորի ինքնապաշտպանության ձևերը։
կամ այնպիսի վնաս պատճառելով հարձակվող ավելի մեծ կենթանուն եւ այլն։ Չեմ ուզում շատ մարգարեսային կամ ավելի բարձ, այսինքն ճիշտ չի եղի լուրջ քաղաքականություն այսպիսի մանկական օրինակով ներկայացնել, բայց այսօրվա Հայաստանի գոյատևումը կախված է, ինչպես նշեցինք, բնակչության քանակը շատանալով եւ ոչ միայն աքսորված արցախցիների քանակով կամ ասենք թե Սուրիայի հայությունով կամ Լիբանանի, բայց տեղական հայությունը պետք է զգա, որ ընտանիք կազմելը եւ ստեղծելը եւ հայ երեխաների քանակը շատացնելը ազգային պարտականություն է։ Դա լինելու համար կարծում եմ պետք է նոր միջավայրը կամ այդ բաները լինեն այնպիսի, որ մարդիկ զգան, որ այն զավակները, որ մեծանում են Հայաստանում, ունեն այդ ունենալու ավելի լավ փայլուն ապագա, քան իրենց ծնողները, ինչպես նշեցի, որ դա պատճառներից, գլխավոր պատճառներից մեկն է եւ մեկը որևէ լքում է կամ թողնում է իր հայրենիքը, որ գնա մի ուրիշ երկիր, եւ վերջինը կարծեմ պետք է ունենա ռազմական ուժը, որ ոչ թե հարձակողական, բայց ինքնապաշտպանական։ Եթե դա Հայաստանի կառավարության եւ ամբողջ եւ դա պետք չունի հայ կառավարության, այդ ամեն ինչը մի մասը կախված է կառավարությունից եւ բյուջեից եւ իրենց ասենք թե պլանից, ինչ են իրենք ուզում անել։ Բայց մյուս մասը կախված է մեզնից իբրև անհատներ։ Մենք պետք է ունենանք արժանապատվություն, պետք է ունենանք արժեքներ, որին մենք հավատում ենք եւ մենք անշարժելի լինենք այդ արժեքներից, որ մեր պատմությունը, մեր հայությունը արժի պայքարել եւ պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդին։ Պարոն Քասախյան, կարծում եք Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես վարչապետ, թե արդեն իսկ պետք է այլ անձանց իր տեղը զիջի եւ ըստ էության իշխանապողություն տեղի ունենա եւ գիտենք, որ հաջորդ տարի արդեն սարերի հետևում չեն հաջորդ ընտրությունները։ Ես հետեւյալը կասեի, գիտեմ, որ վերջերս երբ Բոլիսում էր Իստանբուլ քաղաքում, Բոլիսում, ինչպես մենք ենք ասում, վարչապետը ասաց, որ ես ամբողջ հայ սպյուրքի վարչապետը չեմ կարող մտահոգվեմ Ուրուգվայի հայության խնդիրներով եւ այլն, եւ ես իր ասած խոսքը կընդունեմ, որովհետեւ կարծում եմ ինքը հավատում է դրան, նույնիսկ եթե մեծամասնությունը հայությունին միշտ նայում է Հայաստանի ղեկավարությանը իբրև գոնե ուղեցույց, եւ եթե դա ես իբրև անձ, որ ես իմ քաղաքացիությունը Միացյալ Նահանգներում է, չեմ համարձակվի ասել, թե որևէ ուրիշ երկրի, ոչ միայն Հայաստանի, բայց որևէ երկրի ղեկավար ինչ պետք է անի, դա որոշումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներու եւ քվեարկողներու։ Բայց նաև ասեմ իբրև հայ, որ ապրում է Սփյուռքում, այդ խոսակցության մի մասը ես շարունակեմ, որտեղ նույն ժամանակ գնացին այդ ելույթ ունեցավ, երբ արդեն գնահատում կար եւ այս հարցերը եկեղեցվո դեմ առաջացան եւ ես պարզապես մի դրամաբանական շատ պարզ բան կներկայացնեմ մեր հայրենակիցներին եւ գուցե Հայաստանի կառավարողներին, որ այսօր փորձում են զատել եւ ձերբակալել Էջմիածնի շարք մարդկանց եւ մեր հոգեվոր հայերին։ Եթե ղեկավար է վարչապետ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության, ըստ պաշտոնական տվյալներին 3 միլիոնի շուրջ բնակչություն ունի Հայաստանի Հանրապետությունը, իսկ ընդհանուր հայությունը ամբողջ աշխարհով մեկ, ինչպես ես եւ դու այսօր օտարապերում նստած ելույթ ենք ունենում հայերեն լեզվով, իմիջիալոց շատ թույլ կոտրված հայերենով, մի 10 շնորհակալություն, բայց 10 միլիոն հայություն է, չէ՞, ուրեմն 7 միլիոն գոնե հայություն ավելի կա, կամ ասենք թե 9 միլիոն, կամ ասենք 6 միլիոն, բայց փաստն է, որ ավելի հայություն կա Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, քան ներսում։ Եթե այսօր այս հայությունը պիտի նայի, թե ով է օգնում, որ պահպանենք մշակույթը, լեզուն, մեր անցյալը, փոխանցենք այդ մեր սուրբ ավանդույթներ հաջորդ սերունդին, մենք ունենք Սփյուռքում ավելի եկեղեցիներ, քան ունենք հյուպատոսարաններ։ Ուրեմն մնացած հայության առաջնորդը եւ ղեկավարը ամենայն հայոց կաթողիկոսն է Էջմիածնում։ Եվ ես չգիտեմ աշխարհում որևէ ուրիշ քաղաքական վիճակ, երբ ավելի փոքր խումբ ներկայացնող անձը փորձում է աթոռից անել ավելի
մեծ ուժ ներկայացնող կամ ավելի մեծ քանակով հայություն բնակչություն ներկայացնող անձի։ Այսինքն կարծում եմ, եթե Փաշինյանը հայտարարում է ինքը Սփյուռքի, այսպես ասած, վարչապետը չէ Սփյուռքահայերի, առաջնորդը ղեկավարը հայության մեր հայոց սուրբ եկեղեցին է, Էջմիածին եւ կաթողիկոսը։ Եվ կաթողիկոսը։ Եվ պարմունության մեջ միշտ եղել է այդ խեժը, այդ բանը, որ հայությանը իրար մոտ է պահել։ Եւ ես դա ասեմ չեմ ասում իբր Արտաշես Քասախյանի կարծիքը։ Գնացեք որևէ Սփյուռքի գաղութ եւ տեսեք թե համայնքը ուր է գնում իրար մոտ գալու եւ զգալու ավելի հայ։ Եկեղեցվո մեջ է։ Հայ կենտրոնները, որ միշտ եկեղեցվո հետ են եղել որևէ Սփյուռքի գաղութում։ Տեքսասից, Միշիգանից, Մասաչուսեթսից մինչև Կալիֆոռնիայի, չգիտեմ, Եթեմ քաղաքը ամենափոքր քաղաքներից մեկը, որտեղ մի արդեն գրեթե 100 տարի շարունակ հայոց արգելական եկեղեցին շարունակվում է։ Եվ այդ բաները իմ համար մի քիչ մտահոգեցուցիչ են։ Ես կառաջարկեի, որ այն հայերը, որ այսօր ուզում են ապահովել մեր ազգի ապագան, ավելի ամուր ձևի կանգնեն եկեղեցվո կողքին, նույնիսկ եթե ունեն բողոքներ եւ խնդիրներ եկեղեցվո հետ, դա չեմ ասում արժանի չեն, այսինքն քննարկվելու, բայց եկեղեցին է, որ հայը միշտ պահել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, զրուցում էի Գլենդելի նախկին քաղաքապետ եւ ներկայում Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արդիկ Հասախյանի հետ։ Շնորհակալություն, որ դիտում եք, դուք մի մոռացեք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, որպեսզի որևէ տեսանյութ բաց չթողնեք։ Կհանդիպենք։